Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր հետևորդներին։ Սիրելի բարեկամներ, գիտեք, քանի որ այսօր լինել թե չլինել հեղինակային ծրագրի հերթական եթերն է, ես ուզում եմ, որ մենք չխախտենք ավանդույթը եւ նախ դիտենք մեր հյուրին առնչվող շատ կարճ մի, այսպես ասած, ինֆորմացիոն թողարկում, որից հետո ձեզ համար պարզ կլինի, թե ով է այսօրվա մեր շատ ցանկալի հյուրը։ Ընտրեմ։ Ժողովրդական երկիրի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է Մրոմ անունով, ծնվել է 1968 թվականին Սիրիայում։ 1987 թվականին ժամանել է Երևան երաժշտական կրթություն ստանալու նպատակով եւ ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ուսման ավարտին ստացել է արվեստի վարպետի որակավորում, ավարտելով նաեւ նույն բուհի ասպիրանտուրան 1987 թվականից։ Արսեն Գրիգորյանը ապրում ու ստեղծագործում է Հայաստանում։ Այո, սիրելի բարեկամներ, մեր շատ սիրելի երգիչ, ժողովրդական կարելի ասել, այսպես լայն ճանաչման արժանացած Արսեն Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Բարև, հազար բարի։ Արսեն, շատ ուրախ եմ միշտ քեզ մեր տաղավարում հյուրընկալելու, եւ քանի որ դու առաջին անգամն ես նաեւ մեր լինել թե չլինել հեղինակային ծրագրում, ես ուզում եմ, որ դու քեզ բնորոշ անկեղծությամբ Իչե վերջ այսօր էլ մեզ հետ լինես բաց, թափանցիկ, ազնիվ եւ ամենակարևորը այնպիսին, ինչպիսին մենք տարիներ շարունակ ճանաչում ենք Արսեն Գրիգորյան մարդուն արվեստագետին։ Շնորհակալ եմ նաեւ հրավերի համար, Համլետ ջան, միշտ միասին բավականին եւ բովանդակային եւ կարևոր այդպես ասած մեսիջներ ունեցող զրույցներ ենք ունեցել եւ այսօր էլ այդպես կլինի մի ճշտում մտցնեմ մի քանի բան կար որ ասվեց այդ փոքրիկ տեսանյութի մեջ որոնք որ գուզենայի շտկել նախ Մրոն մականուն չէ ես մականուն չունեմ չէ լավ առնում չէ դա բեմ անուն է եւ այո եւ գուզեի որ բոլորը իմանան որ սա բեմ անուն է իսկ իմ ավարտելը եղել է ասպիրանտուրան նաև 1998 թվականին։ Սխալ կար այնտեղ։ Այո, 87-ին ես 87-ին վերադարձել եմ Հայաստան, ինչպես հաճախ եմ ասել, վերադարձել դա անվանում, քանի որ ես իմ կամքով եւ շատ հայրենիներ իրենց կամքով չեն ծնվել օտար երկրներում, դա ցեղասպանության եւ հայրենազրկումի հետևանք է, որը որ ես իմ չափով փորձեցի շտկել եւ վերադարձա հայրենիք։ Իդեպ դու շատ տեղին դիտողություն արեցիր, ասելով որ Մրոն դա բեմանուն է, այ ինչպես է առաջացել այդ պատմությունը Մրոյի հետ կապված։ Ուրեմն երբ ես ավարտեցի կոնսերվատորիան, իմ ամբողջ այդպես երազանքը դա էր, որ ինչ անեմ, որը անհրաժեշտություն է, որովհետեւ ես իմ դերը ունենամ, ինչ որ չափով փոքր կապ չունի, եւ ես սկսեցի պատրաստել մեր ազգային, ավանդական, ինչու՞ չէ նաեւ աշուղական, կոմպոզիտորական, մի խոսքով հայկական ազգային երգերի մի ժողովածու եւ ես այդ ժամանակ գտա, որ անհրաժեշտություն կա այդ երգերը հասցնել մադաղ սերնդին, ապա սկսեցինք գործիքավորում անել ժամանակի շունչ տալով այդ երգերին եւ այդ երգերից մեկը
որը զետեղված էր նաև այդ ալբոմի մեջ, ձայնասկավառակի մեջ, մրո երգն էր։ Ուրֆայի կատակ երգ է մրոն, որը ես եմ գտել եւ տարածել։ Եվ քանի որ ձայնասկավառակի անվանում պետք է լիներ, մեր սիրելի դիզայներ Էդվարդը առաջարկեց մրո լինի, այսինքն Արսեն Գրիգորյան եւ ալբոմի անունը մրո։ Եվ որովհետեւ ավելի բրենդավորենք, այդպես ասած, ապրանքանիշ դառնա, երկուրով մրոն այդպեսի դեսք ստացավ եւ այնտեղից մրոն իսկական կատակ երգ է եւ այդպես կամած հետո ողորմած Արթուր Գրիգորյանը, երբ որ սկսեցինք շարք ժողովրդական երգերի համերգների շարք երգի պետական թատրոնում, այդպես սկսեցին մրո անվանել, հատկապես որ արվեստի եւ երգարվեստի բնակավարում շատացան Արսեն Գրիգորյանները, իհարկե ոչ միայն երգարվեստի, նաև դուդուկահար ունենք, շատ պատկառելի մեր Արսեն Գրիգորյանը, դերասան կա եւ այլն, այդպես եղավ եւ ես սիրում եմ բեմանունը։ Ես ասեմ, այդ բեմանունը շատ սիրեց նաև ժողովուրդը։ Եվ գիտեք, երբ որ ասում եմ Արսեն Գրիգորյանը, ինձ անմիջապես հարցնում են, մրոյի մասին է խոսքը, ասում եմ, այո, ինձ հարցնում են, բա ինչի կարող եմ ասեցի ինձ համար մրո բեմանունը, ես այդպես այսուհետ ասեմ, իսկապես շատ հոգեհարազատ է, որովհետև դու տանում ես նաև հայ երգի ակունքները այդ անվանումով։ Չգիտեմ ով ինչպես, բայց ինձ համար դա շատ կարևոր է։ Հայկական երգի ներկայիս վիճակի մասին շատ է խոսում, շատ է գրվել, շատ է ասվել։ Այդ դու որպես այդ մշակույթի ներկայացուցիչ ինչ կասեիր, այսօր ինչպեսին է մեր երգարվեստը, ինչ վիճակում նրա առջև է դրված լինել, թե չլինելու հարցը։ Բնականաբար շատ խնդիրներ կան եւ հատկապես ես կառանձնացնեի անզգուշությունը եւ չծառայելու միտումը, այլ հակառակը ծառայեցնելու, երգը ծառայեցնելու դվյալ արտիստի, երգչի, ասեմ, կամ հիմա աստղ են ասում շատ, իր անձնական շահերին, այսինքն թե նյութական, թե նաև ինչու՞ չէ, որովհետեւ ավելի համատարած լինի իր անվանումը, այսինքն ամենամեծ խնդիրը անձնական մտածողությունն է եւ վերաբերմունքը յուրաքանչյուր ազգային մշակույթի գոհարի նկատմամբ ես անվանում եմ անզգուշ եւ նաեւ օգտագործել այնինչ հակառակը պետք է լինի։ Ես ինչ կարող եմ անել, որովհետեւ օգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները այդ գոհարը բահելու, հանրահրճակելու եւ զգույշ լինելու, որովհետեւ չվնասեմ տվյալ երգի բուն բովանդակությունը, թե երաժշտական, թե իմաստային խոսքի իմաստով, ասելիքի իմաստով, ինչ պետք է անեմ, որովհետեւ չվնասեմ ձայներանգը երգի, հնչերանգը երգի եւ շատ հարցեր կան, դժբախտաբար մարդիկ մտածում են, որ երգը փոքր է, բայց ես կասեի երգը շատ ավելի մեծ է, եթե խոսքը ազգային երգի մասին է։ Կապ չունի դա կլինի ժողովրդական, ավանդական, աշուղական, թե հայ կոմպոզիտորի երգ։ Շատ ավելի մեծ է եւ շատ ավելի ինքը հարադեվ է այդ երգը։ Մենք ինչ պետք է անենք մեր հնարավորությունները աստվածադուր շնորհքը ճիշտ օգտագործել եւ ծառայել դվյալ երգին, որը ինքը մեր երգը ապրեցնող է։ Երգը պատերազմի ժամանակ հաղթանակ է բերել։ Մեր վերաբերմունքը պետք է այդ ելակետից պետք է լինի։ Մեզ ապրեցրել է դարեր շարունակ։ Մեր ինքնության կարևոր բաղադրիչ է երգը, ազգային երգը։ Իսկ շատ ենք հիմա հանդիվում ուղղակի երգի նկատմամբ շատ այդպես
ոչ լուրջ կարող էի ասել վերաբերմունք կա, որը որ սխալ է, բայց նաև կարող եմ ասել, որ կան հայորդիներ, որոնք որ լուրջ են վերաբերվում մեր ազգային երգին, ազգային պարին եւ առհասարակ ազգային մշակույթին։ Գիտես, ամիսներ առաջ ազգը այսպես շատ փոթորկված էր, ապրում էր առաջիկա գալիք ընտրությունների հետ կապված այդ բոլոր տեսակի փուլերով եւ Արսեն Գրիգորյանն էր որպես իր երկրի ակտիվ քաղաքացի ընտրությունների հետ կապված մի կոչ ուներ։ Հիմա մենք դիտում ենք այն ժամանակ քո արտահայտած մտքերից մեկը, այո, տես եւ շարունակենք։ Խնդրեմ։ Իմ շատ սիրելի հայրենակից, գնա ընտրության, որ տեր կանգնես քո իրավունքների։ Խոսքը անձնական իրավունքների մասին չէ, այլ պետական, ազգային իրավունքների։ Գնա ընտրության, որ տեր կանգնես քո ինքնությանը, քո հավատքին, քո անցյալին, այսօրվա եւ գալիքին։ Գնա ընտրության, որ արժանի լինես այն թափած արյանը, որ մեր նահատակները չխնայեցին հանուն մեզ, հանուն մեր պետությանը, հանուն մեր ազգային ինքնությանը, հանուն մեր հարադևմանը։ Գնա ընտրության։ Սիրելի բարեկամներ, Արսեն Գրիգորյանն է Փակ TV-ի տաղավարում։ Արսեն, դե քո կոչը բոլորը շատ այսպես ընդունեցին, կարծում եմ պատշաճ մակարդակով, բայց եթե նկատել ես լինել թե չլինել ծրագիրը, ամենևին էլ քաղաքական թեմաներով չէ։ Ես չեմ ուզում մեր քաղաքական կյանքին այսպես անդրադառնանք, բայց գնա ընտրության, որ դու տեր կանգնես ոչ միայն քո ձայն, այլ որ տեր կանգնես քո երկրին։ Սա հենց այնպես ասված բառեր չեն։ Այո։ Իհարկե հենց այնպես ասված բառեր չեն եւ սպասելիքները ամենակարևոր սպասելիքը, որը չարդարացավ, սա արդարությունն էր։ Ազնվություն եւ արդարություն։ Մեր ինքնության նկատմամբ, մեր պետականության նկատմամբ, մեր այն դարերից եկած այն արժեքների նկատմամբ իմ համեստ, այդպես ասած, կարծիքն է, որ չարդարացան, որովհետև մենք տեսանք, թե ինչ տեսակի նախնախնդրական այդ մթնոլորտը, որը որ ավելի շատ հայհոյանքների, հային ոչ պատշաճ մթնոլորտ էր։ Իսկ իմ խոսքը եւ իմ ապրածը նույնն է։ Ես մտածում եմ միշտ անանձնական։ Մտածում եմ մենքով։ Մտածում եմ, որ եթե մեզ հետ որևէ բան պիտի կատարվի, ապա մենք պետք է տեր կանգնենք, որ եթե վատ պիտի լինի, պիտի այնպես անենք, որ չլինի։ Եթե լավ է լինելու, ապա էլի մենքով պետք է անենք։ Մենքով պետք է մտածենք եւ տեր կանգնենք եւ այս ամենի մեջ Համլետ ջան, որևէ քաղաքականություն չկա։ Սա խոսում է ազգային իրավունքների եւ պետական իրավունքների պահպանման մասին եւ զարգացման մասին։ Ես որպես մի հայորդի, որը որ մի քիչ ավելի շատ ճանաչում ունեմ, քան այն մյուս շատ հարգելի իմ հարազատների, իմ ժողովրդի, իմ դերակատարումը եւ իմ նաեւ պարտականությունն եմ համարում, որովհետեւ իմ ժողովրդին կոչ անեմ, որ միասնական լինենք եւ եթե որևէ բան կատարվում է մեր իրականության մեջ, ապա չթողնենք, որ ուրիշը տեր կանգնի։ Եթե դու տեր չկանգնես, ուրիշը տեր կկանգնի։ Սա էր իմ կոչի ամբողջ իմաստը։ Մեր երկիրը ինչերի միջով անցավ, եկավ, հասավ, մենք 8 դարից ավել պետականությունը կորցրել էինք։
մենք վերակերտեցինք մեր պետականությունը 1918 թվականին եւ եկանք հասանք այսօր ունենք պետականություն ունի մեծ խնդիրներ, շատ խնդիրներ, այդ խնդիրները լուծելու համար որևէ մեկը պիտի չասի, որ սա ինձ չի վերաբերում։ Պիտի չասի, որ ես ինչ անեմ, ես իմ գործը անեմ։ Քո գործը կարող ես ծառայեցնել, ինչպես քիչ առաջ ասեցի, կարող ես ծառայեցնել քո պետությանը, քո ինքնության պահպանմանը, քո պետության եւ ազգի հարատևմանը դու կարող ես անել։ Ոչ ոք թող չասի, որ ինքը չի կարող է։ Եվ այո, լինել էությամբ։ Տես, ես պիտի ասեմ, որ դու հայ երկի մասին խոսելուց ասեցիր, որ իհարկե այն շատ դժվարին գործընթացների միջով է անցնում, հատկապես այսօր, երբ երկրում ամեն ինչ խառնվել է թածը ճորին, սևը սպիտակին, մի խոսքով մարդիկ փորձում են երգեր գտնել, սակայն մեր մշակույթը, մեր արվեստը օգնում է մեզ հաղթահարելու այդ տեսակ որոշակի հանրապետության տարբեր շրջաններում Արսեն Գրիգորյանը ունի իր ստեղծած այն կենտրոնները, որոնց նպատակը մեր ազգի մշակույթին ծառայելն է, որոնց նպատակը մատաղ սերնդին ներգրավելն է, այո, փոխանցել այն ամենը, ինչ դարեր շարունակ մեր սերունդները մեզ են հասցրել։ Այդ կենտրոնները այսօր էլ գործում են։ Այո, գործում են եւ գործելու են։ Բայց ինչն է հետաքրքիր մոռաց ասեմ, այդտեղ ուսանող բոլոր երեխաները անվճար են այդ ամենը յուրացնում։ Համլետ ջան, իմ մոտ շատ կարևոր սկզբունք կա։ Ես իմ գումարը աշխատում եմ բնականաբար, որտեղ ընտանիք պիտի վայեմ, երգում եմ, գործիքավորումներ եմ անում, մշակումներ եմ անում եւ այլն։ Բայց երբ որ գալիս է խոսքը փոխանցելու ազգային մշակույթը, լինի դա ես շատ ուսանողներ ունեմ, որոնք այսօր զարդարում են մեր հայ բեմը։ Որևէ մեկը չի կարող ասել, որ Արսեն Գրիգորյանը ինձ հետ գումարով է աշխատել։ Որևէ մեկը։ Նույնն է այսօր մեր երեխաները դարբեր մարզերում, որոնք սովորում են ոչ նյութական մշակութային ժառանգության որևէ ոլորտ, միտեղ խաչքարագործություն, միտեղ ասեղնագործություն, միտեղ խեցեգործություն, միտեղ ազգային երգ, ազգային բառ, այնպես 14 ոլորտ։ Եվ ամեն մի կենտրոն մի ոլորտ այդպես սովորում են։ Իրենք զինվորներ են։ Մենք պատրաստում ենք զինվորներ, ինքնության պահպանման զինվորներ, ազգային մշակույթի պահպանման զինվորներ։ Հիմա ինձ կասեք, զինվորից կարելի է գումար վերցնել։ Ոչ իհարկե։ Իհարկե ոչ։ Դրա համար մեր բոլոր երեխաները եւ մեծերը սահմանափակում չունենք տարիքային։ Բոլորը սովորում են անվճար։ Անվճար էլ սովորելու են, գրքին ասեմ, մեր նպատակը ազգային մշակույթի պահպանման զինվորներ պատրաստելն է, ոչ թե ուղղակի ունկնդիրներ, այլ գրողներ եւ զինվորներ։ Արսեն, քանի տարի արդեն երգում ես։ Չեմ հիշում։ Անհիշելի ժամանակներ։ Չեմ հիշում, որովհետեւ փոքր ժամանակվանից արդեն իմ մոտ սերը երգելու նկատմամբ արդեն ի հայտ էր եկել եւ նկատելի էր արդեն թե ընտանիքում, թե մանկապարտեզից սկսած, այդպես դպրոցով եւ այլն շատ հանդեսների մասնակցել եմ դպրոցական տարիքից սկսած եւ այդպես եկել հասել էի մինչեւ 17 տարեկան, երբ որոշումը հստակ կայացված էր արդեն ուրիշ տարբերակ չունեի մտքումս, որ պետք է Հայաստան վերադառնամ եւ սովորեմ հայկական ազգային երգը։ Մենք այնտեղ գիտեինք երգեր շատ հայերենով երգված, սակայն չէինք պատկերացնում, որ կա տարբերություն հայապատկան երգի եւ ուղղակի հայերենով երգված, որը որ պատկանելությունը հասկանալի չէ։
մեկ ադրբեջանական, մեկ թուրքական, մեկ արաբական, մեկ տարբեր դեղերից, այսինքն գողացած երաժշտություններով շատ երգեր են տարածվել եւ այսօր էլ են տարածվում, որոնց մեջ պատկանելություն չկա։ Իսկ այդ նպատակով ես Հայաստանում ինձ համար, չգիտեմ, բարտավորեցնող է, ես ուրիշ բան չասեմ, Հովհաննես Բադալյանի եւ Հայրիկ Մուրադյանի աշակերտ է լինել եւ շարունակել այն կարևոր եւ անհրաժեշտ գործը, որ մեր վարպետները իրենց ամբողջ կյանքում ցույց տվին, որ իրենք ծառայում են ազգային մշակույթին, չեն ծառայեցնում, այլ ծառայում են։ Եվ ես այսօր շարունակում եմ այդ նույն ձև։ Եթե ես քեզ այսպես համապատրաստի խնդրեմ մեր ուղիղ եթերում ակապելա որևիցե գործ կատարել, ինչ կուզենայիր մատուցել մեր ունկնդրի։ Բարի լուսո աստղերևաց, աղոթարան դռնենի բաց, բարով բացվեր լուսաղոթրան, սարված լծե մեր տամ գութան, բարով բացվեր լուսաղոթրան, սարված լծեմ երտամ գութան, գուտնի տախում նմուշ, չգերված տակյանցեն անուշ, աշխարի շեն վրգուտնիներ, գութան չելներ աշխարն ինչեր, աշխարի շեն վրգուտնիներ, գութան չելներ աշխարն ինչեր։ Բրավո, շնորհակալ եմ։ Մենք գութանի ժողովուրդ ենք, մենք արարող ժողովուրդ ենք, ու սա պիտի չմոռանանք։ Մենք ունենք նաև գութան Հայաստանի երգի փառատոնը, ավանդական, չէ՞։ Գութան Հայաստանի ազգային ավանդական երգի պարի ամենամյա փառատոնը, որը այս տարի կկայանա օգոստոսի 22-ին, որը այս տարի նվիրված է մեր երջանկահիշատակ ազգային պարի երախտավոր Գագիկ Գինոսյանի 60-ամյակին։ Մենք կսկսենք ամսի 8-ին ամեն մի խումբ տարբեր այդպես թաղամասերում ելույթներ կունենան այդպես փոքրիկ համերգներով ինտերակտիվ, թե սովորեցնելու ժողովրդին երկու պար, թե նաև ելույթ ունենալ, ապա ամսի 21-ին մենք ունենանք գութանականչ, առաջին հատվածը կոչվում է նախագութան, իսկ երկրորդ հատվածը գութանականչ, որ բոլոր խմբերը միասին ունենք այս տարի 26 մասնակից խումբ, որոնցից 5-ը արտասահմանից են։ Ունենք խումբ, խոյակ խումբը, որը գալու է Գերմանիայից, Մյունխենից, ունենք երկու խումբ, Նժդեհ խումբը եւ Կայց խումբը Մոսկվայից, Բելգորոդից ունենք Արմատ խումբը եւ Ռոստովից ունենք Զարկ խումբը։ Այնպես որ այստեղից էլ մեր բոլոր ավանդական հայտնի խմբերը պիտի մասնակցեն, Ագունքը, Սասնածռերը, Կարինը, Վանը եւ մնացած բոլոր խմբերը մասնակցելու ենք միասին այդ գութանականչին իրար հետ միասին ամբողջ քաղաքով պիտի փորձենք իրազեկել մեր ժողովրդին հաջորդ օրվա մասին բուն գութանը կլինի 22-ին Գաֆեսչյան քանդակների պարտեզում, ինչպես միշտ ժամը 7-ին, 19:00-ին սկսում ենք հերթական անգամ մեր գութան փառատոնի վերջնական համերգը մեր Կոմիտաս վարդապետի ձայնով։
Արսեն, իհարկե հիշատակեցիր լուսահոգի Գագիկ Գենոսյանի անունը, հրաշալի մի բացառիկ արվեստագետ էր, ափսոս իհարկե որ շատ ափսոս, այո։ Բայց հրաշալի է որ դուք նրա հիշատակը վառ եք բանում, դա շատ կարևոր է։ Մենք պարտավոր ենք։ Այո։ Մենք պարտավոր ենք եւ գիտեք Համլետ ջան, այ մեզանում շատ մեծ խնդիր է արժևորման սկզբունքի անհետանալը։ Մենք պետք է արժևորենք։ Մենք պետք է արժևորենք մեր բոլոր այն հայորդիներին, իրենց սխրագործությունները, իրենց արածները, որոնք իրենց կյանքը նվիրել են մեզ համար։ Ինչպես ասեցի, մեր անցյալի այսօրվա եւ գալիքի համար Գագիկ Գենոսյանը իր կյանքը անանձնական է եղել։ Եվ շատ այդպես երախտավորներ անցած տարի մենք նվիրված էր Գութանը Հայրիկ Մուրադյանին։ Այնպես որ մենք պարտավոր ենք այդ արժևորման սկզբունքով ապրել, առանց դրա չի լինում։ Մեր ազգային ինքնությունը պահելու համար, ինչպես օրինակի համար, մեր նահատակված հերոսներին, ինչպես չարժևորենք, այն որ իրենց կյանքը դրին զոհասեղանին, արյուն թափեցին հանուն մեզ, հանուն մեր ինքնության պահպանմանը, հանուն մեր բեդության պահպանմանը։ Դրա համար յուրաքանչյուր հայի սրտում սերը պետք է լինի, սերը եւ ապրել մենքով, ոչ թե եսով։ Մենքի մեջ եսը կա, եսի մեջ մեծ ամասամբ մենք չկա, դրա համար մենքով պետք է ապրենք։ Այո, իհարկե մեր մշակույթը անկախ ամեն ինչից այնքան հարուստ պատմություն ունի, որ մենք պարտավոր ենք այդ ավանդույթները պահպանել, զարգացնել, նոր սերունդին հանձնել։ Իսկ հատկապես հեռու շրջաններում, որ գործում են ձեր այդ կենտրոնները, այդ գործի համար պարզապես հրաշալի միջոցներ են եւ դա շատ կարեւոր է։ Իսկ օժանդակություն ստանում եք։ Այո, իհարկե, ես իմ ընկերներն են աջակցում եւ փառք ու պատիվ իրենց, բոլորին չեմ կարող հիմա իրենց անունները տալ, բայց ես երախտաբար եմ իմ ընկերներին, բոլորը ոչ մի բան չեն խնայում, հավատալով այս ծրագրի կարևորությանը եւ անհրաժեշտությանը։ Բոլորը կողքս են եւ փառք Աստծո մենք սկսել ենք մեկ կենտրոնից Բերտավան գյուղում հիմնադրեցինք եւ այսօր ունենք 23 կենտրոն, որտեղ հաջախում են երեխաներ եւ մեծեր 48 բնակավայրից։ Բնակավայր չեմ սիրում շատ, բայց ասեմ գյուղերից եւ քաղաքներից։ Այո։ Այնպես որ մենք ընդլայնվում ենք եւ Աստված մեզ հետ է։ Աստծո խոսքը իմ մեջ միշտ կա, ասում է ել ես քեզ հետ եմ։ Եվ քանի որ մեր նպատակը արդար է եւ ընդհանրական է, մենքի համար է, Աստված մեզ հետ է եւ բոլոր խրթին այդպես խնդիրները լուծվում են հավատքով։ Արսեն, գիտես, հավատք ասեցիր, ես պիտի ասեմ, որ մեր մշակույթային հատկապես հոգևոր կյանքը վերջին ժամանակներս այնպիսի ցնցումների ենթարկվեց, որ թվում էր, թե ինչ-որ բան կարող է եւ կորցնենք։ Բայց փառք Աստծո, որ այդպես չեղավ։ Մինչ հարցիս կպատասխանես, առաջարկում եմ դիտել եւս մի տեսանյութ, այո, որը պատրաստել եմ։ Լավ պատրաստված եք։ Դե մեր գործի անունն է։ Խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ, բոլորս գիտենք, որ այս ամեն ինչը ինչ կատարվում է մեզ հետ, մեր պետության հետ, սա հենց պատերազմ է մեր ինքնության դեմ։ Եվ բնականաբար այս ամեն ինչ որ կատարվում է նաև մեր եկեղեցու հետ, նույն համատեքստում է։
Դրա համար ես իմ խնդրանքն է մնանք մեր հավատքի մեջ, Տեր կանգնենք մեր եկեղեցուն, Տեր կանգնենք մեր հավատքին, մեր պատկանելությանը։ Իմ եկեղեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Իմ վեհապարը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն է։ Շերի բարեկամները հիշեցնում եմ, որ Արսեն Գրիգորյանն է մեր հյուրը։ Արսեն, հայ եկեղեցին պիտի ասեմ, որ իսկապես լուրջ ցնցումների ենթարկվեց եւ մեր հոգեվոր կյանքում այնպիսի իրավիճակ էր, որ արդեն կարծես ազգը բաժանվել էր երկու մասի։ Մի մասը մեր հոգեվոր եկեղեցական կյանքի աջակիցն էր, մյուսը դեմ։ Սա ինչով եք բացատրում։ Ես նորից պետք է վերադառնամ ինքնության դեմ պատերազմին։ Նայեք, տարեր շարունակ, երբ մեր պետականությունը կորցրել էինք, վերջինը Կիլիկյան թագավորությունն էր եղել, եւ դրանից հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր վրա վերցրեց պետականության դերը, կազմակերպելու մեր կյանքը, պահելու մեզ մեր տեսակի մեջ, հայի տեսակի մեջ, մեր մշակույթը պահել, զարգացնել։ Եվ այդ ամեն ինչը ես չանդրադառնամ հերթով պատմության բոլոր էջերին, բայց սա բացահայտ ճշմարտություն է։ Եվ հարվածը եկեղեցու դեմ միշտ եղել է թշնամու կողմից։ Միշտ այդպես է եղել։ Եթե մնացած ազգերը, հին ազգերը, իրենց կյանքում եկեղեցին դեր է խաղացել փառակտելու իրենց, եկեղեցիները դարձել են տարբեր ընտանիքների եկեղեցիներ եւ այլն, ապա մեր եկեղեցին հակառակը միացնելու, միասնական պահելու եւ ինչպես մենք տեսնում ենք տարբեր երկրներում որտեղ է հայկական թաղամասը եկեղեցու շուրջ, եկեղեցին պահելու, եկեղեցին իր բոլոր դժվարություններով այդ կյանքը կարգավորելու մեր հայկական ինքնությունը պահելու ամենակարևոր ինստիտուտն է։ Եվ սա պատահականություն չէ, այն ինչ որ հիմա կատարվում է։ Ուղղակի մենք պետք է գիտակցենք, որ սա ներքին փառակտում չէ, սա դրսից եկած հարված է, որբեսի փառակտվենք։ Չկա այդպեսի բան։ Մեր հայ առաքելական եկեղեցին փառակտում չունի, բայց ունի հարվածներ տարբեր կողմերից։ Եվ այդ ամենը, նայեք, հողը կա, հող բահող է պետք։ Ինքնությունը կա, ինքնությունը բահող է պետք։ Արժեքները կան, եկել հասել են մեզ, մինչ այսօր, բահող է պետք։ Եվ այդ ամեն ինչը, այդ բոլոր հարվածները գալիս են հենց դրա այդ նպատակով, ոչնչացնելու արժեքները, էլ չունենանք հող բահող, էլ չունենանք ազգային մշակույթ բահող, բայց չարաչար սխալվում են, որովհետև մեր եկեղեցին շատ դժվարությունների միջով անցած եկեղեցի է եւ այսօր կանգուն է իբրև առաջնորդ հայ ժողովրդի եւ այդպես էլ մնալու է եւ մենք պարտավոր ենք եւ ես իմ խոսքի մեջ ասեցի մենք պետք է տեր կանգնենք բա մեզ տեր է կանգնել այդքան դարեր շարունակ եկել հասել ենք մինչ այսօր մենք այսօր պարտավոր ենք տեր կանգնել եւ չհեռանանք աստծո լույսը չմերժենք եւ լույսը
ինչպես մեր Բագրատ Սրբազանն է ասում, հաղթելու է խավարին, որովհետև խավարը չի կարող հաղթել։ Մի փոքրիկ լույսն էլ խավարը ոչնչացնում է։ Ես այդ հավատքով, այդ համոզմունքով ապրում եմ եւ դրա համար իմ բոլոր հանրային ելույթների ժամանակ որևէ բան, այն ինչ որ ես ասում եմ, չի հակադրվում իմ ապրածի հետ։ Ես իմ ապրածով եմ ցույց տալիս իմ խոնարհումը, իմ սերը, իմ եկեղեցու եւ իմ ազգային տեսակի հետ։ Եվ չմոռանանք, որ մեր եկեղեցին տարբերվում է շատ բոլոր քրիստոնյա եկեղեցիները ինձ համար սիրելի են, սակայն հայկական եկեղեցին, ինչպես մեր կաթողիկոսն է ասում, մեր վեհապարն է ասում, քրիստոնյա եկեղեցի է ազգային թարազ հագած։ Մենք դա պետք է գիտակցենք։ Եվ դա շատ կարևոր է։ Այո։ Ես պիտի ասեմ, որ գիտես, հոգևոր կյանքը մեզանում կարծես հիմա նոր այսպես շնչառություն է առնում։ Երևի մարդիկ այս, ինչպես ասում են, վիրուվարից հետո հասկացան, որ իսկապես առանց հոգևոր կյանքի, առանց հայ եկեղեցու հնարավոր չէ առաջ գնալը։ Այո։ Եվ փառք Աստծո, որ մենք դա հասկացանք առանց այսպես ավելի լուրջ ցնցումների, ինչը հնարավոր էր, չէ՞։ Այո, ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես մի հատ բան ասեմ, երբեմն այս վերջին ժամանակները, վերջին տարիներին ասում են կոնֆլիկտը այդպես եկեղեցու եւ պետության միջև եւ այլն։ Ես կասեմ, սա ոչ ճիշտ ձևակերպում է։ Եկեղեցին պետության հետ խնդիր չունի եւ պետությունը եկեղեցու հետ խնդիր չունի։ Այստեղ ուրիշ բան է, եթե մենք ասենք, որ իշխանությունն է հարվածում եկեղեցուն։ Եվ դա մենք տեսնում ենք։ Դա հենց դրսից հրահանգված եւ այդ նպատակով, որովհետեւ մեր ինքնությունը ոչնչանա, բայց չի լինելու։ Իդեպ այդ կապակցությամբ շատ հետաքրքիր է նաև դիտել մեր հերթական վերջին տեսանյութը, որը մենք այսօրվա համար ենք պատրաստել, որտեղ դա կարծես գալիս է լրացնելու ու արտահայտած մտքերը։ Խնդրեմ։ Ես ակնկալիք ունեմ, որ ինչ-որ պահի բավականին մեծ միասնություն է լինելու, եւ իմ ցանկությունն է, եւ նաեւ ենթադրում եմ, որովհետեւ միակ ճանապարհն է համախմբումը, հիշել, որ գուսակցական եւ խմբային շահերը երկրորդական չէ, 10-րդական, 100-րդական ավելի հետ են, քան մեր ազգային եւ պետական շահը, եւ բոլորը պետք է համախմբեն այդ գաղափարի շուրջ։ Այսօր ինչի մեջ ենք եւ մենք անպայման պետք է դուրս գանք այս վիճակից եւ դրա միակ բանալին դա միասնությունն է, դա համախմբումն է։ Բոլորը միասին պետք է համախմբվեն եւ ես կարծում եմ շատ ավելի հեշտ է լինելու եւ մենք տեսնում ենք նաեւ հիմա ինչ որ բաներ կան, ուսումնասիրություններ կան եւ այլն, առաջվա պես չէ մեր ժողովուրդը, այսինքն մի քանի տարի առաջ ինչ որ բաներից նաեւ վախի մթնոլորտ կար, պատերազմից հետո եւ այլն հանկարծ ուրիշ բան չլինի եւ այլն, բայց այսօր բոլոր խաղակարգերը, այդպես ասած, բաց են արդեն եւ մեր ժողովուրդը կարծում եմ հենց բանիվով է ընտրելու, հենց արժեքներով է ընտրելու, հենց գաղափարներով, հենց ինքնությամբ է ընտրելու, ես հավատում եմ։ Արսեն դե համախմբման, միասնության կոերտական կոչն էր եւ ամենակարևորը, որ դա ասում ես հավատքով։ Այո, ես հավատում եմ, հիմա էլ եմ հավատում, թեև մենք անցանք շատ վատ, ինչպես քիչ առաջ ասացի, արդար ու ազնիվ չէր ընդրական եւ նախընտրական գործընթացը,
Եվ հիմա էլ այդպես բոլորն էլ գիտակցում են, որ արդար չէր եւ մեր ժողովրդի արտնացումը անընդհատ դա եմ ասում, պարտադիր երևույթ է եւ ընդրության մասնակցությունը ցույց տվեց, որ մեր ժողովրդի մեջ ահագին բան է փոխվել, այո, պատերազմից հետո 21 թվականին շատ վախի մթնոլորտ կար, մեր ժողովրդի մեծ մասը չէր իմանում ինչ պիտի անի եւ այլն, բայց այսօր կարծում եմ, ինչի եմ անընդհատ ասում կարծում եմ, որովհետեւ ես չեմ կարող բացարձակ ճշմարտության տեղ ներկայացնել, այն ինչ որ ես մտածում եմ։ Ես կարծում եմ, որ գնալով էլ ավելի մենք գնում ենք դեպի բանիվ, ինչպես դեսանյութում ասացի, այլ ոչ թե հացիվ ապրելուն։ Որովհետև մենք բանիվի ժողովուրդ ենք, որովհետև մենք արարող ժողովուրդ ենք, եղել ենք և այսօր էլ կանք, այս ընկճված վիճակը արդյոք արհեստական ներմուծված վիճակ չէ, ներդրված վիճակ չէ մեր ժողովրդի մեջ։ Մենք հսկա ժառանգության տեր ժողովուրդ ենք, չմոռանանք դա։ Եվ այ արտնացումը անընդհատ մենք պետք է առիթ դարբեր առիթներ օգտագործենք, որովհետեւ մենք հիշեցնենք մեր ժողովրդին, թե ինչ ինքնության տեր է եւ ինչ մշակութային ժառանգության տեր է, որը ամբողջ աշխարհում հայտնի է իբրև արարող ժողովուրդ եւ Աստծո ժողովուրդ։ Ես հավատում եմ։ Գիտես, հրաշալի է իհարկե, որ դու այդպեսին ես քո տեսակը։ Դե քանի որ մեր ծրագիրը այսպես սահուն մոտենում է իր եզրագծին, ուզում եմ քեզ տալ մեր ծրագրի ավանդական հարցը եւ իհարկե հույս ունեմ, որ դու այդ հարցին էլ կպատասխանես նման անկեղծությամբ։ Դե հասկացար, երևի խոսքը Շեքսպիրի հանրահայտ լինել թե չլինելու հարցադրման մասին է։ Այսօր մեր ազգի առջև չգիտես ինչու նորից կարծես մշուշվում է նման մի հարցադրում լինել թե չլինել։ Ինչպիսին է Արսեն Գրիգորյանի պատասխանը։ Բնականաբար լինել եւ մենք լինելու ենք եւ մենք հավերժելու ենք։ Այստեղ խնդիրը ես ինչի մեջ եմ տեսնում։ Այդ հավերժելու ճանապարհին խոչընդոտներ, դժվարություններ շատ եղել են, կան այսօր եւ լինելու են։ Ինչպես մեծն Աշուղ Ջիվանին ասում է, ձախորդ օրերը ձմռան նման գուքան եւ կերտան։ Գուքան ու կերտան։ Ես հավատում եմ այդ գաղափարին, իմիջիալից Ջիվանին շատ մեծ ֆիլիսոփա է, այստեղ հիշեցի նաև երբ ասում է ազգին որքան նկում մնաս, սիրտս քեզանից չի զատվի, հիմա լինել թե չլինել, իհարկե լինել էյությամբ, լինել ինքնությամբ եւ լինել այնպես, ինչպես Աստված ինքը կամեցել է, երբ որ մեզ շունչ է տվել իբրև հայ, իբրև մի ժողովուրդ, որը ունի ազգային պատկանելություն, այո լինել, բայց այդ ճանապարհին, հավերժելու ճանապարհին, ամեն մեկս իր ներդրում պետք է ունենա, պետք է չմոռանանք, որ յուրաքանչյուրս բادرազմի դաշտում պետք ենք, եւ այս ամենը ինչ որ անցնում ենք, պատերազմը միայն զենք զրահով չի, պատերազմ է, ինքնության դեմ պատերազմ է, պետք է գիտակցել եւ յուրաքանչյուրս իր ներդրումը ունենալ, որովհետեւ մեր հաղթական ճանապարհը պիտի չընդհատվի, այս մի քանի լավ չմոռանամ, այս հաղթական ճանապարհի մեջ շատ հայրենիներ իրենց կյանքը նվիրեցին
Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք ինչ ենք անում։ Մեզ մնում է արժանի լինենք։ Ուղղակի արժանի լինենք։ Մեզ տված է թե ժառանգություն, թե ինքնություն, թե չգիտեմ, ամեն ինչ տրված է։ Մենք ինչ ենք անում այսօր։ Լինել ու լինելու ենք։ Այո, չլինելը մեր բառարանից պիտի հանենք։ Մեր մտածողությունը պետք է լինի դեպի լույս եւ խավարասերներին պետք է հանենք մեր շարքերից, մեր կյանքից։ Եվ շնորհակալ եմ, սերի բարեկամներ, մենք իսկապես այսօր հրաշալի հյուր ունեինք, բացառիկ հյուր, հայկական երգի մշակ, մեր շատ սիրելի մրոն էր այսօր Փակ TV տաղավարում եւ ինչպես ինքը ասաց, մենք դատապարտված ենք լինելու։ Այսօր այսքանը, ցտեսություն։